Մենք վաղուց այլևս ժողովրդավարության բաստիոն չենք, մենք բռնապետության զնդան ենք, շատ վաղուց։ Բռնապետության զնդանում է միայն հնարավոր տասնյակ ընդդիմադիրների ձերբակալել ընդամենը ոստիկանների ենթադրությունների հիմքով, կարծում են հայ իրավապաշտպանները։ Ուրբաթ ըստ տարբեր աղբյուրների շուրջ 8 տասնյակ ընդդիմադիր գործիչներ ոստիկանական բաժիններում էին, որովհետև իրավապահները ենթադրել էին, թե նրանք ինչ-որ հակաօրինական բան են ծրագրում։ Կասկածանքով, որ ապօրինի գործողություններ են նախապատրաստվում, զենք զինամթերք են պահում, բնականաբար որևէ մեկի մոտ որևէ ապօրինի բան չի գտնվել։ Ձերբակալություններից 24 ժամ անց ներքին գործերի նախարարությունը չի հստակեցնում, թե քանի մարդ է ոստիկանական բաժիններում եղել ռեյդի օրը։ Գերատեսչությունը միայն հայտնում է, որ բոլորն ազատ են արձակվել։ Ինչպես հայտնել էինք, իրականացվել է կանխարգելիչ բացատրական աշխատանք, ինչից հետո ներքին գործերի նախարարության ոստիկանության ստորաբաժանումներում գտնվող անձինք ազատ են արձակվել։ ՆԳՆ-ի այսպես կոչված կանխարգելիչ բացատրական աշխատանքն իրավապաշտպանները համեմատում են 1915 թվականի ապրիլի 23-ի իրադարձությունների հետ։ Կարծես թե երեկվա վիճակը հիշեցներ 1915 թվականի ապրիլի 23-ի դեպքերը, երբ որ մտավորականներին, հայ մեծանուն գործիչներին, ինչ-ինչ պատրվակներով հրավիրել էին համապատասխան վայրեր Թուրքիայում, եւ այն ինչ որ կատարվեց երեք, դա շատ նման էր։ Ապրիլի 23 եղել է, բայց հետո եղել է Նեմեսիս վրիժառուների արձանին նայելով հիշեցնում է իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը։ Հիշեցնում եմ, որովհետև դա, գիտեք ոնց, դրանով նույն Սողոմոնի կամ մյուսների արածով մեր ազգային արժանապատվությունը վերականգնվեց։ Սողոմոնի կուսակիցներից 7 մարդ է եղել ոստիկանության թիրախում ուրբաթ։ Դաշնակցության մարզային կառույցների ներկայացուցիչների հետևից են գնացել իրավապահները, ասում է Քրիստինե Վարդանյանը։ Եղել են Տավուշից, Լոռուց, Կոտայքից, Արարատից, հիմնականում իրենք են եղել, շուրջ խոսում ենք 7 անձի մասին։ Եվս 15 մարդ ձերբակալվել էր սրբազան պայքարի շարքերից։ Ցանկանում են ստեղծել մի իրավիճակ, որ հասարակությունը լինի այնպիսին, որ չհամարձակվի սեփական կարծիքը հայտնել։ Հայաստան խմբակցության падգամավորը նույն կարծիքին է։ Վարդանյանը նաև պնդում է, այս ձերբակալություններն ուղերձ էին Ստամբուլում հյուրընկալված Փաշինյանից այդ երկրի նախագահին։ Հանկարծ Էրդողանը եւ այլևը չանհանգստանան որևէ պայմանավորվածության համար, որ իրենք կարող են ձեռք բերել։ Ըստ որոշ վերլուծաբանների, ոստիկանությունը ձերբակալությունները սկսել է Իրաքի նախատեսվող ուխտագնացությանը խոչընդոտելու համար։ Բազմաթիվ քաղաքացիներ հայտարարել են, որ մայրտաճար են գնալու այդ օրը հայ առաքելական եկեղեցուն աջակցություն հայտնելու։ Ալբերտ Սերոբյան, Առաքել Օհանյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։